Եվ այսպես մեր թեման Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի ընթացքում մեր երեխաները իրենց պատմությունից սովորած դասերից կփաստեն Լեռնային Ղարաբաղի պատմական Հայաստանի անբաժանելի մաս լինելը, կանդրադառնանք Արցախյան գոյապայքարին, որը առ այսօր շարունակվում է, բանակցությունների փուլը, որ փակուղի մտած ոչ մի լուծում չի ստանում,
եւ պատերազմը երեխաների աչքերով վեր կլուծենք այն ծանր կործանարար հետևանքները, որոնք դատապարտելի են այսօրվա երկիր մոլորակի ընդհանուր ամբողջ բնակչության ժողովրդի համար։ Դե երեխաներ, սկսեցինք։ Առաջինը, որ ուզում եմ վերհանենք մեր այն գիտելիքները, որ գիտենք, որ Արցախը համարվում է պատմական Հայաստանի անբաժանելի մաս։ Եվ այսպես, ինչ գիտենք Արցախի մասին, մխիթար։ Արի։ Պետական աղբյուրների վկայությամբ ներկայիս Արցախ կոչվող տարածքի թե լեռնային թե դաշտավայրերի մասերով տարափոխվի Արցախը ընդգրկված է եղել պատմական Հայաստանի, այդ քարտեզի վրա կարող ես ցույց տալ Արցախ ու Տիկ նահանգների մեջ կազմել է մեծ հայքի 10-րդ նահանգը։ Մենք դա սովորել ենք դեռ 6-րդ դասարանի պատմությունից, որ մեծ հայքի 15 նահանգներից 10-րդը եղել է պատմական Արցախը։ Պետական աղբյուրները Լստի, ուրիշ ասանի, տեղից կարող ես ասի։ Արցախը նախարարական նախագահորը արել է Արանի անունից, որը ծաղել է հարստություն Արաշի կանոն։ Արան շահիկները ճիշտ է։ 5-6 դարում Արցախը մտնում է Պարսկահայկական աղվանի մարզպանության մեջ, օգտելով Արցախը ժողովրդներից Ինչ եղավ։ Վերականգնեց այդտեղ։ Ինչ վերականգնեց Արան շահիկները։ Վաչագան բարեպաշտը վերականգնեց։ երկու փոքրիկ թագավորը Դիզակում եւ Խաչենում։ Հետո ձևավորվեց Դիզակում եւ Խաչենում։ Եվ Արցախի անվան վրա երբեմն հիշատակություն կա նաև Խաչենի թագավորություն։ Այդքան է անում։ Լավ, լրիվ ինչ կասի։ 1736 թվականին Պարսկաստանում կապ բարձրացած Նադիրշահը բարեհաճ վերաբերում ցուցաբերեց հայերի հանդեպ, թույլ տվեց Խամսայի մելիքություններին միավորումը եւ կառավարիչ նշանակվեց Մելիք Եգանը։ Նադիրշահի սպանությունից հետո 1747 թվականին Խամսայի մելիքություններում վիճակը փոխվեց, սկսվեցին երկպարակտությունները։ Մելիք Շահնազարը դիմեց Երկրամասի հյուսիսում ծավալած թուրքերի ցեղապետ Փանահի մեծ օգնության համար։ Նա ցանկանում էր դառնալ իշխան, որպես ընդհանուր Խամսայի մելիքությունների իշխան եւ դիմեց եւ նրանց Փանահի դիմեց։ Այո, եւ կատարեց այդ ամենասարսափելի փոփոխությունը տարածքի, որ Փանահին տվեց Շուշիի բերդը։ Եվ Արցախի սրտում գույն դրեցին այդ թուրքական ցեղերը, ցեղայնությունները, որոնք հետագայում իրենց հետքերը թողեցին այնտեղ եւ այսօր պահանջատեր են դարձել այդ հայկական տարածքները։ Նստի, ուրիշ 1813 թվականին Ղարաբաղ Գյուլիստանի պայմանագրով միացավ Ռուսաստանին, իսկ 1867 թվականին Ղարաբաղը վարչական փոփոխմամբ Գանձակի եւ Զանգեզուրի հետ միասին Ելիզավետպոլի նահանգի մեջ մտավ։ Եվ այսպես 1921 թվականին Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության, ասում ենք, ապօրինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց, կարելի է ասել, Ադրբեջանի ԽՍՀ-ին, որը իրոք ապօրինի էր, որը դա գործարքային քաղաքականության նման մի բան էր, եւ իր հետագա գոյության 70 տարիների ընթացքում, շուրջ 70 տարիների ընթացքում Արցախի ժողովրդի գոյապայքար, Արցախի ժողովրդի կոչը ահագնացավ եւ հասավ իր գագաթնակետին վերակառուցման ժամանակաշրջանում։ Երբ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կառավարությունը դիմեց կոչով Հայաստանի, Ադրբեջանի եւ ԽՍՀՄ ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմին միավորելու, կարծես սա աննախադեպ քայլ էր։ Ներքին օղակը դիմում է վերադասին քարտեզի վերածելու հարցով։ Եվ բնականաբար խորհրդային կառավարությունը դեմ պիտի գնար, պիտի սկսեր իր կոշտ քաղաքականությունը եւ չհանդուրժեր այդ տարածքային փոփոխությունը։ Ինչը Գորբաչովի կողմից սթափության կոչով հանդես եկավ Գորբաչովը եւ ինչ որ մի առիթով նա անգամ շեշտեց, որ
Երբ հայ ժողովուրդը սահմանադրորեն դուրս էր եկել պայքարի, դուրս էր եկել ցույցերի Երևանի թատերական հրապարակում, Սիլվա Կապուտիկյանը, Իգոր Մուրադյանը, Վաչե Սարոխանյանը պայքարում էին արցախահայության միավորման հարցի համար, Գորբաչովը այսպիսի արտահայտություն արեց, որ դուք ձեր այդ քայլով վտանգում եք ադրբեջանաբնակ ձեր հայերի կյանքը։ Եվ փետրվարի 27-ից 29-ը տեղի ունեցավ Սումգայիթի ոճրագործությունը ցեղասպանություն որակմամբ, որը իր դարձյալ արժանի գնահատականին չարժանացավ։ Եվ հայության այդ զանգվածային սպանդին հաջորդեց արդեն ադրբեջանաբնակ հայերի նկատմամբ բռնությունները Բաքվում, Կիրովաբադում ու սկսվեց այն, ինչը այսօր շարունակվում է։ Մինչև պատերազմին անդրադառնալը ես կցանկանամ երեխաներ դարձյալ դուք ներկայացնեք Լեռնային Ղարաբաղի արդեն այժմյական դիրքը, տարածքը, վարչական բաժանումը, ով է Արմենիա։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես պետություն հռչակվեց 1991 թվականին դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնավար մարզի եւ հարևան Շահումյանի շրջանի բնակչության միամուր ջանքերով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վարչականորեն բաժանված է 7 շրջանի՝ Շահումյանի, Մարտակերտի, Քաշաթաղի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու եւ Հադրութի։ Շրջաններ եւ կենտրոնները համանուն են, բացառությամբ Շահումյանի կենտրոնը Քարվաճար եւ բացառությամբ Քաշաթաղի կենտրոնը Բերձոր։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սահմանակից է արևմուտքից Հայաստանի հետ, հյուսից եւ արևմուտքից Ադրբեջանի հետ, իսկ հարավից Իրանի հետ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այժմ ունի իր դրոշը, զինանշանը եւ խորհրդանիշները եւ պետական օրհներգը։ Որպես կայացած պետություն ունի իր կարևոր խորհրդանիշերը, իր պետական իշխանության մարմինները 94 թվականին արդեն նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին նախագահ եւ ներկայացնենք հա զինանշանը իր բացատրություններով։ Դրոշը մեր նույն հայկական դրոշի կարմիր, կապույտ, ծիրանագույն, հնգատամ սանդղանման զարդանախշով, իսկ զինանշանը մեր Արտաշեսյան արծիվն է, արևի շողերով, գլխավերևում թակ, կենտրոնում վահանի վրա Արցախի խորհրդանիշ հանդիսացող Սարգիս Բաղդասարյանի մենք ենք մեր սարերը քանդակն է, որը դրված է Քիրս լեռան վրա, չէ երեխաներ։ Եվ ինչ է այն խորհրդանշում քանդակը։ Խորհրդանշում է երկարակեցությունը, ամրությունը սեփական հողի վրա կանգնած լինելու այդ ամրությունը, իսկ արծույի թևերում, ճիրաններում թթենու պտուղներ են, խաղող է, հասկ է եւ շրջանաձև գրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Սա մեր Լեռնային Ղարաբաղի զինանշանի մասին եւ որպես կայացած պետություն արդեն թեպետ եւ չճանաչված պետություն։ Լավ։ Մի պետություն, որի համար շարունակվում է գոյապայքարը, որը ստիպված էր, հայ ժողովուրդը ստիպված էր զենքի դիմելու եւ իր ինքնությունը, իր վճռականությունը պաշտպանելու համար ստիպված էր դիմելու դրան։ Բայց այդ քայլը, այդ բնորոշումը, որը կարելի է բնորոշել պատերազմ անվամբ, ես ցանկանում եմ մենք վերլուծենք ինչ է այդ պատերազմը, ինչ ենք հասկանում պատերազմ ասելով։ Ասա բազի։ Պատերազմ եւ խաղաղություն այդ հարցը մարդկանց բոլորի ուշադրության կենտրոնում եղել, մարդկանց ուզում էր այդ հարցի պատճառը, պատերազմների պատճառը, ինչպես կարելի է խուսափել պատերազմներից եւ ինչպես հասնել բաղձալի խաղաղության, տարբեր երկրների մարդիկ, ովքեր մեծ մտածեցին այդ կասեցական հարցի շուրջ, ում մեծ իմաստասեր Պլատոնը որոշել է, որ այդ հարցի պատճառը հարստությունն է։ Մենք կարծում ենք, որ պատերազմի պատճառը հարստությունն է։ Իսկ նոր ժամանակների Թոմաս Հոբսը փիլիսոփոս որոշել է, որ այդ պատերազմի պատճառը մարդկանց բնական արժան է, ինչը հանգեցնում է բոլորի պատերազմն ուներ բոլորի։ Հիմա ես ուզում եմ դուք ասեք, բոլորն ասեն, բոլորն արտահայտեն, ինչ են հասկանում պատերազմ ասել։ Ասա բացում։ Բռնություն։ Ինչ։ Բռնություն։ Բռնություն, ճիշտ է։ Էլ։ Խոշտանգում։ Երեխեք ավելի ակտիվ ու բարձր։ Խոշտանգում։ Սպանություն։ Կրոնական անհանդուր ուժեղականություն։ Սպանություն։ Ասա կրոնական։ Կրոնական անհանդուր ուժեղականություն։ Մի րոպե։
Ասեք, ով է լսում։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այն միջոցներով։ Քաղաքականության շարունակություն այն միջոցներով։ Պատերազմի հիմնական պատճառը նոր հարաբերություններ երկու պետությունների միջև։ Նոր հարաբերությունների հաստատումը։ Տարածքների ընդլայնումը։ Տարածքի լայնում, զինված հակամարտություն։ Ռասիզմ։ Վերջապես չարիք։ Չարիք, ռասիզմ, այո, ճիշտ է։ Եվ այլն։ Ինչքան այսինքն բացասական հատկանիշներով կարելի է բնութագրել այդ չարիքը, որ համակել է այսօր մեր հայ-ադրբեջանական սահմանը։ Հիմա մինչև մյուս հատվածին հասնելը արիմիացու, հա։ Ուրեմն պատերազմ ասելով եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման դեմ արտահայտվելու քաղաքականությունից ելնելով հայ ժողովուրդը մենք գիտենք, որ ստիպված իր գոյությունը պաշտպանելու համար դիմեց զենքի, որովհետև այն ելք չուներ։ Եվ գիտենք, որ այս Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ կարծես հայտնված լիներ եւ 92 թվականի մայիսին վճռորոշ եղավ հայ ժողովրդի հայոց պատմության մեջ։ Ինչով էր նշանավոր, որն էր 92